Եթե կյանքում երբևէ ձեզ մեղադրեն ֆուտբոլը ավելի շատ սիրելու մեջ, քան ինչ-որ այլ երևույթ կամ ինչ-որ մարդու, ապա միանգամից պետք է անել երկու բան։ Առաջինը այսպես ժպտալ եւ երկրորդը նրան ուղարկել գրողի ծոցը։ Ողջույն ընկերներ, ձեզ հետ է նորից Վակ Սպորտի Վահագն Ամիրջանյանը եւ ես եկել եմ քննարկելու Top 5 լիգաների բոլոր հետաքրքիր հանդիպումները։ Առաջինը կխոսենք ընկերներ Լիգա 1-ի մասին, որտեղ Paris Saint-Germain-ը արտոնյալ հնարավորություններով հանգստացավ եւ իր հանդիպումը չանցկացրեց Նանտի հետ։ Իրականում այնտեղ top հանդիպումներում մեզ հետաքրքրող շատ հետաքրքիր եւ հաջող հանդիպումներ չստացվեցին, բայց եղավ մեկ հանդիպում, որի մասին առանձնահատուկ կարելի է խոսել։ Իսկ դրա համար ինչը պետք, իհարկե, վերցնել այն կախարդական հեռախոսը, որտեղ կամ բոլոր այն խաղերը, որոնց մասին մենք սովորաբար խոսում ենք։ Առաջին հանդիպումը Մարսել Օսեր։ Մարսելը կարողացավ հաղթանակ տոնել մի խաղում, որտեղ շատ անհետաքրքիր պայքար էր, երկու թիմերն էլ ինչ-որ լուրջ պայեր չունեին, Մարսելը համեմատաբար ավելի լավ էր խաղում, եւ առաջի խաղակեսը դա ուղղակի ֆուտբոլային ողբերգություն էր, առաջի խաղակեսում անգամ դիպուկ հարված թիմերը չկատարեցին երկուսը միասին ամբողջ խաղակեսում, երկրորդ խաղակեսը իհարկե համեմատաբար ստացվեց ավելի հետաքրքիր եւ հենց երկրորդ խաղակեսում էլ Գուրի ջանքերով խաղի 79-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ Մարսելը կարողացավ իր համար կարևորագույն հաղթանակ տոնել։ Այս խաղի մասին ավել ասելու բան իրականում չկա, որովհետեւ իրոք շատ անհետաքրքիր հանդիպում էր, ընդհանրապես Լիգա 1-ում հետաքրքիր հանդիպումներ այս շաբաթ գրեթե չեղան։ Հաջորդ հանդիպումը Լորիեն Լանսը շատ լավ առիթ ուներ միավորներով շրջանցելու Paris Saint-Germain-ին, որովհետև Paris Saint-Germain-ը, ինչպես նշեցի, Չեմպիոնների լիգայով պայմանավորված հանգիստ էր խնդրել Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայից եւ Լիգա 1-ի կազմակերպիչներից եւ նրան տվել էին այդ հանգիստը եւ Լանսը եթե հաղթեր կբարձրանար առաջի տեղ, իհարկե մեկ բացառված խաղ կունենար Paris Saint-Germain-ը, բայց Լանսը այդ առիթից չօգտվեց։ Ընդհանուր խաղում հավասար պայքար էր, կարելի է ասել, գնդակին ավելի շատ տիրում էր Լանսը, Լորիենը ավելի քիչ էր տիրում, բայց ավելի վտանգավոր էր գրոհում եւ ավելի վտանգավոր պայեր էր ստեղծում, քան Լանսը, բայց իրականում շատ էին հարվածները Լանսի կողմից, փորձերը այս խաղում ինչ-որ բան փոխելու, բայց չէին ստացվում։ Եվ սկսենք առաջի խաղակեսից, խաղի 18-րդ րոպեին Դիենգը բացեց խաղի հաշիվը 1-0, այս խաղակեսում ինչ-որ փորձեր ունեցավ Լանսը, բայց չկարողացավ հաշիվը հավասարեցնել, երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում շատ բուռն մեկնարկից հետո, Սանգարեի փոխանցումից հետո Էդուարը հաշիվը դարձրեց 1-1, արդեն 48-րդ րոպեին, սրանից հետո գնաց շատ այսպես երկկողմանի հավասար պայքար, որտեղ գնդակով Լանսն էր եւ հակագրոներով ավելի վտանգավոր գրովում էր Լորիենը, եւ ի վերջո այդ հակագրոններից մեկը խաղի 65-րդ րոպեին Կուասիի փոխանցումից հետո Տոսինը հաշիվը դարձրեց 2-1 եւ Լանսի բոլոր փորձերը այս խաղը փրկելու ապարդյուն էին եւ Լանսը պարտվեց այս խաղում, որը Լանսի համար շատ ծանր պարտություն էր, որովհետև Լանսը նորից նշում եմ, որ եթե հաղթեր կկարողանար բարձրանալ առաջին հորիզոնական։ Հավր Լիոն, այստեղ տոտալ անհետաքրքրություն, 0-ներ, միայն պետք է նշեմ, որ այս 0-ներում միակ հետաքրքիր բանը, որը եղավ, դա խաղի 55-րդ րոպեին Հավերի կարմիր քարտն էր, բայց անգամ դա չօգնեց Լիոնին այս խաղում հաղթանակի հասնել։ Անիմաստ հերթական անհետաքրքիր խաղը Լիգա 1-ում եւ 0-0։ Լիգա 1-ի միակ հետաքրքիր խաղը դա մեծ Թուլուզ խաղն էր, որը իրականում ոչ մեկին չի հետաքրքրի, բայց այս սցենարը ինձ թվում է բոլորը պարտավոր են իմանալ, թե ինչ է եղել այս խաղում։ Ֆանտաստիկ հանդիպում, երկու թիմերը ունեցան լիքը պահեր, լիքը հնարավորություններ, խաղի արդեն 6-րդ րոպեին Դեմբայի փոխանցումից հետո Դոնուման հաշիվը դարձրեց 1-0, 14-րդ րոպեին Գբոհոն Հիդալգոյի փոխանցումից հետո հաշիվը դարձրեց 2-0, արդեն առաջի խաղակեսում նախ 30-րդ րոպեին Մբալան Ճիշաշվիլիի փոխանցումից հետո հաշիվը դարձրեց 1-2, արդեն հաջորդ իսկ րոպեին Կուաուն հաշիվը դարձրեց 2-2, առաջի խաղակեսի ավելացված վերջին րոպեին Գբոհոն դուբլի հեղինակ դարձավ եւ հաշիվը դարձրեց 2-3, հերթական ֆանտաստիկ առաջի խաղակեսը, երկրորդ խաղակեսում բոլոր հետաքրքիր իրադարձությունները տեղի ունեցան խաղավերջում։ Նախ
88-րդ րոպեին Աբուաշվիլին հաշիվը դարձրեց 3-3 եւ երբ թվաց վերջ ամեն ինչ ավարտվել է, այս հանդիպումը ոչ ոքի էլ կավարտի 90+9-ին Սոարեն հաշիվը դարձրեց 3-4 եւ Թուլուզը հիասքանչ հաղթանակ տոնեց 3-4 հաշվով Մեծի նկատմամբ։ Այս խաղերից հետո մրցաշարային աղյուսակը ունի հետևյալ տեսքը. Paris Saint-Germain-ը 25 խաղերից հետո առաջատարն է 57 միավորով, Լանսը 26 խաղերով 56 միավոր ունի եւ երկրորդն է, Մարսելը երրորդն է 49 միավորով 26 խաղ, Լիոնը 4-րդն է 47 միավորով նորից 26 խաղ։ Առաջնության գլխավոր ռմբարկուն Գրինվուդն է 15 գոլ եւ 4 գոլային փոխանցմամբ, երկրորդը Լեպոլն է Ռենից 14 գոլ եւ 3 գոլային փոխանցում, երրորդը Պանիչելին է Ստրասբուրգից 14 գոլ եւ 1 գոլային փոխանցում, չորրորդը Էդուարդն է 10 գոլ եւ 3 գոլային փոխանցում եւ նա կիսում է դա Սուլչի հետ Լիոնից 10 գոլ եւ 3 գոլային փոխանցմամբ եւ 6-րդը կամ 5-րդը Սաիդն է 10 գոլ եւ 2 գոլային փոխանցմամբ, նաեւ նշենք, որ Բարկոլան է այստեղ Paris Saint-Germain-ի ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը 7-րդ տեղում է, նորից 10 գոլ, բայց 1 գոլային փոխանցում։ Այսքանը Լիգա 1-ի հետ կապված։ Նորից կխոսենք APL-ի մասին, Անգլիայի Պրեմիեր լիգայի մասին, այստեղ հանդիպումները քանի որ շատ են, արագ վերցնենք կախարդական հեռախոսը եւ սկսենք։ Առաջին հանդիպումը, որի մասին ցանկանում եմ խոսել, Չելսի-Նյուքասլ հանդիպումն էր։ Ընդհանուր առմամբ շատ հետաքրքիր հանդիպում էր, երկու թիմերն էլ ունեին հնարավորություններ։ Առաջի խաղակեսում Չելսին ավելի շատ էր տիրում գնդակին եւ ընդհանրապես ամբողջ խաղի ընթացքում ավելի շատ էր տիրում գնդակին, բայց Նյուքասլը ընտրել էր հակագրոային ոճը եւ հակագրոներով էր սպառնում մրցակցին եւ այնպես ստացվեց, որ խաղում երկու թիմերն էլ կարողացան ստեղծել բավականին հնարավորություններ գոլեր խփելու։ Իհարկե հարվածների տեսանկյունից Չելսին 3 անգամ գրեթե ավել հարված կատարեց, բայց պարտվեց ի վերջո, ինչպես եղավ դա։ Առաջի խաղակեսում Վիլոկի փոխանցումից հետո Գորդոնը խաղի 18-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը եւ ընդհանուր առմամբ առաջի խաղակեսում այդ հակագրոային ոճը աշխատում էր Նյուքասլի եւ Նյուքասլը ավելի վտանգավոր պայեր էր ստեղծում, քան Չելսին։ Երբ մեկնարկեց երկրորդ խաղակեսը, պատկերը ամբողջովին փոխվեց, Չելսին արդեն ուներ ավելի մեծ առավելություն, ավելի շատ էր գրովում եւ ավելի շատ էր ստեղծում հնարավորություններ, քան Նյուքասլը, բայց գնդակը ոչ մի կերպ չէր ցանկանում հայտնվել Նյուքասլի դարպասում, կամ փրկում էր Ռամսդեյլը, կամ, չգիտեմ, գնդակը մի քիչ շեղությամբ էր ընթանում, մի դրվագներից մեկում դարպասաձողին դիպավ գնդակը, Չելսին փորձեց ամեն ինչ արեց, որպեսզի փրկի այս խաղը, բայց այդպես էլ չկարողացավ փրկել եւ շատ վատ պարտություն կրեց եւ իր համար 4-րդ տեղի պայքարը ավելի բարդացրեց, նաև հաշվի առնելով թե ինչ բարդ խաղացանկ ունի Չելսին, այս պարտությունը իհարկե շատ ցավալի էր, հատկապես Paris Saint-Germain-ի հետ Չեմպիոնների լիգայի պարտությունից հետո։ Նյուքասլը լավ տրամադրությամբ կմեկնի Camp Nou, որքան էլ 1-1 խաղացի սեփական հարկի տակ դժգոհ էր այդ արդյունքից, բայց հիասքանչ ֆուտբոլ առաջարկեց Բարսելոնային։ Արսենալ-Էվերտոն։ Սա այն խաղերից էր, որտեղ ես Արսենալին միայն գովելու եմ եւ Արսենալին չեմ քննադատելու ֆուտբոլը փչացնելու կամ հակաֆուտբոլ խաղալու հետ կապված։ Ես միշտ համակրել եմ այն Արսենալին, որը միշտ զբաղեցնում էր երկրորդ հորիզոնականը, եւ այսօր այս խաղին ես տեսա հենց այդ Արսենալին, որը ցանկանում էի տեսնել։ Դա շատ ագրեսիվ, անվերջ պայեր ստեղծող, հետաքրքիր ֆուտբոլ առաջարկող Արսենալ էր, իմ սիրելի Արսենալը, այլ ոչ թե այն Արսենալը, որը այս տարի իր հակաֆուտբոլով փչացնում է ամեն ինչ, թերևս ով կարող է նրանց մեղադրել, եթե նրանք պայքարում են բոլոր հնարավոր տիտղոսների համար։ Արսենալը Չեմպիոնների լիգայում Բայերի հետ շատ այդպիսի հենց հակաֆուտբոլային խաղում 1-1 խաղաց Բայերի հետ, միայն 11 մետրանոցով կարողանալով փրկել խաղը եւ այդքան էլ լավ տրամադրությամբ չէր եկել այս խաղին, բայց մրցակիցները այդ լավ տրամադրությունը ապահովեցին, իսկ Արսենալը կարողացավ այս խաղում միայն խաղավերջում կոտրել Էվերտոնի դիմակայությունը։ Առաջի խաղակեսում Էվերտոնը եւս ուներ պահեր, շատ քիչ ժամանակ է լինում, որ Էվերտոնը գրոհում էր, բայց երբ գրոհում էր, շատ վտանգավոր էր գրոհում, ինչպես միշտ ֆանտաստիկ էր Փիկֆորդը, կյանքի խաղ էր խաղում, բայց հենց Փիկֆորդն է պետք է սխալվեր խաղի 89-րդ րոպեին, այո, մինչև 89-րդ րոպե Արսենալը տառապում էր, ստեղծում էր պահը պահի հետևից, բայց Փիկֆորդը փրկում էր կամ գնդակը շեղությամբ էր ընթանում կամ
ինչ որ կերպ գնդակը չէր հայտնվում Էվերտոնի դարպասում։ Էվերտոնը եւս ունենում էր վտանգավոր բայեր եւ ֆանտաստիկ էր խաղում նաեւ Դավիթ Ռայան, ինչպես միշտ Դավիթ Ռայան այնտեղ շքեղ եւս 2-3 սեյվ կատարեց այս խաղում եւ ընդհանրապես դարպասապանները մրցում էին թե ով ավելի գեղեցիկ սեյվ կկատարի։ Բայց 89-րդ րոպեին այնպես ստացվեց, որ երիտասարդ Դովմանի փոխանցումից հետո խառը իրավիճակ ստեղծվեց, սխալվեց Փիկվորտը դուրս գալիս, գնդակը գնաց եւ պատահաբար դիպավ Ինկապեին, Ինկապեից գնդակը պատահաբար եկավ Գյոկերեշի մոտ, ով գնդակն ուղարկեց ազատ դարպասը։ Սրանից հետո Էվերտոնը փորձեց փրկել խաղը, ամբողջ թիմով նետվեց առաջ, բայց խաղի վերջին րոպեներին 90+7-ին նույն Դովմանը Մարտինելլիի փոխանցումից հետո գնդակն ուղարկեց արդեն ազատ դարպասը գեղեցիկ անցումից հետո, որտեղ դարպասապանել էր եկել եւ այո դարպասը ազատ էր մնացել եւ դարձավ ԱՊԼ-ի պատմության կարծես թե ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը գոլ է խփում, 16 տարեկան, 89 օրեկան, եթե չեմ սխալվում, այսպիսի տարիքում Դովմանը խփեց այդ գոլը եւ պատմություն կերտեց, ցնծում էր Արտետան, այդ կադրերը կարող եք գտնել եւ դիտել անպայման թե ինչպես էր ցնծում Արտետան այս գոլից հետո։ Իսկ միաժամանակ այո Մանչեսթեր Սիթին, որը պետք է խաղար գիշերը, արեց այն, ինչը կարծում եմ Սիթի երկրպագուները վրա շատ ծանր էր դնում, հատկապես Ռեալ Մադրիդի դեմ ծանր պարտությունից հետո Մանչեսթեր Սիթին Վեսթ Հեմի հետ ուղղակի տոտալ ձախողվեց։ Այո, Մանչեսթեր Սիթին ուներ խաղային առավելություն, այո, Մանչեսթեր Սիթին կարող էր այս խաղում հաղթել, այո, Մանչեսթեր Սիթին բախվել էր ավտոբուսի, այո, ամբողջ թիմով Վեսթ Հեմը պաշտպանվում էր եւ ամեն գնով փորձում էր գոլ բաց թողնել, բայց թողեց Բեռնարդո Սիլվայի ֆանտաստիկ գոլը Մարմուշի փոխանցումից հետո, եթե չեք դիտել այդ գոլը, կարող եք դիտել իմ Telegram-յան ալիքում, որտեղ մենք բոլոր թոփ խաղերի գոլերը գցում ենք եւ ոչ միայն գոլերը, այնտեղ նաեւ շատ այլ բաներ ենք անում։ Բայց այդ գոլին շատ արագ պատասխանեց Արսենալի նախկին ֆուտբոլիստ Մավրոպանոսը, Բովենի փոխանցումից հետո ստանդարտ իրադրությունում խաղի 35-րդ րոպեին հավասարեցրեց խաղի հաշիվը, դրանից հետո Սիթին ոչինչ չկարողացավ այդպես էլ առաջարկել առաջի խաղակեսում, իսկ երկրորդ խաղակեսում Սիթիի բոլոր փորձերը ապարդյուն են։ Այո, Սիթին խաղավերջում ունեցավ մի քանի լավ հնարավորություն, բայց ֆանտաստիկ խաղաց Վեսթ Հեմի դարպասապահը, եղան դեպքեր, որ Գեհին վերջի րոպեին ուղղակի շատ հարմար դիրքից օդ հարվածեց եւ Մանչեսթեր Սիթին Ռեալի հետ տոտալ ձախողվելուց հետո քամբեքյան մտքեր ունենալով իր սրտում եւ հոգում Պեպ Գվարդիոլայի հուզմունքը, սակայն մենք չտեսանք մամուլի Ազուլիսին, այո, այդպես էլ չկարողացան գոլ խփել, 1-1 խաղացին, արդեն տարբերությունը 9 միավոր է Սիթիի 1 պակաս խաղացած լինելով եւ կարծում եմ սա հաշվի առնելով նաեւ երկու թիմերի խաղերը ապագայում, գուցե սա արդեն Արսենալի չեմպիոնության ամենավառ նշաններից մեկն է 22 տարի անց առանց Թիերի Անրիի ընկերներ։ Կարծես թե այդ օրը շատ մոտ է։ Ես կարծում եմ, որ Արսենալը այս առավելությունը բաց չի թողնի։ Չգիտեմ, դա ուղղակի չգիտեմ ինչ կարգի ողբերգություն կլինի, որ Արսենալը այսպիսի խաղային օրացույցում բաց թողնի այդ չեմպիոնությունը։ Թերևս Սիթիի ֆաները շարունակում են հավատալ, Գվարդիոլան շատ ուրախ էր հարցազրույցին Ասուլիսին ավելի ճիշտ մոտեցել եւ այնտեղ երբ նրան հարցրեցին, որ աճուկի վնասվածք է ստացել կարծես թե Էրլինգ Հոլանդը, նա պատասխանեց, ուրեմն շատ երջանիկ օր է սպասվելու Էրլինգ Հոլանդի կնոջը։ Այդ տեսանյութը կտեղադրեմ այս տեսանյութում, բայց չեմ խոստանում։ Սիթին շատ կարևոր միավորներ կորցրեց եւ իր գործը ավելի բարդացրեց։ Հաջորդ հանդիպումը, որի մասին ես ցանկանում եմ խոսել, Մանչեսթեր Յունայթեդ Ասթոն Վիլա։ Սա նորից այն Մանչեսթեր Յունայթեդն էր, որը ցանկանում են տեսնել Մանչեսթեր Յունայթեդի երկրպագուները։ Սա կարիքի պարզ ֆուտբոլն է իր ամբողջ գեղեցկությամբ, իր ամբողջ շքեղությամբ։ Առաջի խաղակեսը անցավ ընդհանուր առմամբ հավասար պայքարում, չկային շատ վտանգավոր հարվածներ, ընդամենը 1 հարված, մեծ պայեր ուղղակի չկային, այնտեղ մի դրվագում շատ լավ խաղաց Էմիլիանո Մարտինեսը եւ դա միակ դիպուկ հարվածն էր Մանչեսթեր Յունայթեդի եւ ընդհանրապես առաջի խաղակեսի միակ դիպուկ հարվածն էր, բայց երկրորդ խաղակեսում արդեն պատկերը փոխվեց,
Manchester United-ը հիասքանչ էր օգտագործում իր պահերը եւ ֆանտաստիկ էին խաղում երկու ֆուտբոլիստներ, որոնց մասին ուզում եմ առանձնահատուկ այսպես ասած գոռալ, բայց քանի որ ես այս տեսանյութը նկարում եմ շատ ուշ երեկոյան, դուք մտածեք, որ ես գոռում եմ այս անունը, Բրունո Ֆերնանդեշ, ֆանտաստիկ ֆուտբոլ հերթական խաղը, նրա փոխանցումից էլ խաղի 53-րդ րոպեին ամենահաս Կասեմիրոն, որը հերթական շքեղ հանդիպումը անցկացրեց, գլխի հարվածով բացեց խաղի հաշիվը, դրան իհարկե կարողացավ ընդամենը 11 րոպե հետո պատասխանել Ասթոն Վիլան, Բարքլին կարողացավ հաշիվը հավասարեցնել, բայց դրանից հետո Manchester United-ը արեց այն, ինչ սիրում է անել, շատ պարզ, բայց շատ գեղեցիկ կերպով, նախ Բրունո Ֆերնանդեշի փոխանցումից հետո Կունյան հաշիվը դարձրեց 2-1 եւ հետո արդեն խաղի 81-րդ րոպեին Շեշկոն հաշիվը դարձրեց 3-1, Շեշկոն խփում է հերթական գոլը փոխարինման մտնելուց հետո։ Նա 75-ին փոխարինեց Բումոյին եւ ընդամենը 6 րոպե հետո խփեց գոլ։ Այս խաղում եղավ մի զավեշտալի դրվագ, Շեշկոն Բրունո Ֆերնանդեշի ֆանտաստիկ փոխանցումից հետո դուրս եկավ մենակ եւ այնտեղ կար երկու տարբերակ, կամ պետք էր հարվածել կամ պարզ փոխանցում կատարել դեպի Դիալոն, ով հաշիվը կդարձներ 4-1, բայց այնինչ արեց Շեշկոն, չգիտեմ, դա ուղղակի մեգա կոմեդիա է, չգիտեմ, այդ դրվագը եթե կարողանաք գտնել եւ դիտել կամ դիտել եք խաղը կհիշեք թե որ դրվագի մասին եմ խոսում, դա բառից բուն իմաստով կոմեդիա է եւ դրանից հետո ես մի լավ ծիծաղել եմ այդ դրվագը դիտելիս, ամեն դեպքում դրանից հետո Ասթոն Վիլան ոչինչ չառաջարկեց Manchester United-ին եւ Մայքլ Կարիկի թիմը շատ կարեւոր հաղթանակ տոնեց եւ ամրապնդվեց երրորդ հորիզոնականում։ Եվ վերջին խաղը, որի մասին ցանկանում եմ խոսել, Լիվերպուլ-Տոտենհեմ հանդիպումն էր, իհարկե Տոտենհեմը անկման մեջ, Տուդորի օրոք առաջին 4 խաղերում 4 պարտություն, Չեմպիոնների լիգայում տոտալ ձախողում Ատլետիկո Մադրիդից 5-2 հաշվով եւ հյուրընկալում է Էնֆիլդ, արդեն գտնվելով վտանգավոր գոտուն շատ մոտ, շնչում են ուղղակի վտանգավոր գոտու թիմերը Տոտենհեմի թիկունքում եւ Տոտենհեմը հանդիպում է անցկացնում Լիվերպուլի հետ։ Առաջի խաղակեսը իրականում անցավ շատ, այսպես ասած, անհետաքրքիր պայքարում, երկու թիմերն էլ իրար շատ բաներ չէին առաջարկում, Լիվերպուլը համեմատաբար ավելի լավ էր խաղում, բայց ասել, որ ինչ-որ շատ լուրջ պայեր ունեցավ Լիվերպուլը սուտ կլինի, Տոտենհեմը ունեցավ մեկ լավ հնարավորություն, բայց չկարողացավ գոլ խփել, իսկ առաջի խաղակեսում միակ գոլը խփվեց նորից իհարկե Դոմինիկ Սոբոսլայը, ֆուտբոլիստ, ում պետք է առանձնահատուկ առանձնացնել այս քաոտիկ Լիվերպուլում։ Տուգանային հարվածով հերթական շքեղ գոլը խփեց խաղի 18-րդ րոպեին եւ 1-0-ով թիմերը գնացին ընդմիջման։ Երկրորդ խաղակեսում պատկերը իրականում փոխվեց, որտեղ թիմերը ավելի ակտիվացան եւ երկու թիմերն էլ կարողանում էին ստեղծել հնարավորություններ, երկուսն էլ ստեղծեցին երկու մեծ հնարավորություն, բայց գոլ խփեց միայն Տոտենհեմը։ Խաղի 90-րդ րոպեին Կոլոմուանեի փոխանցումից հետո Ռիշարլսոնը հաշիվը դարձրեց 1-1, շատ վատ խաղ անցկացրեց Ռոբերտսոնը, նորից ձախողվեց Սլոթը, Գալաթասարային պարտվելուց հետո Չեմպիոնների լիգայում եւ շատ անհաջող խաղ խաղալուց հետո, որտեղ պետք է պարտվեին 2 գնդակի տարբերությամբ, բայց պարտվեցին 1 գնդակի տարբերությամբ, որտեղ այնտեղ կար մրցավարական սխալ։ Եվ հիմա նրանք պետք է Էնֆիլդում փորձեն լուծել Գալաթասարայի հարցերը, ահա այսպիսի վատ տրամադրությամբ Էնֆիլդում ոչ ոքի խաղացին Տոտենհեմի հետ։ Եվ այս խաղից հետո մրցաշարային աղյուսակը ԱՊԼ-ում հետևյալ տեսքը ունի, Արսենալը 70 միավորով 31 խաղերից հետո առաջատարն է, երկրորդ հորիզոնականում 30 խաղից հետո 61 միավորով Մանչեսթեր Սիթին է, երրորդ հորիզոնականում Մանչեսթեր Յունայթեդն է 54 միավորով նորից 30 խաղ, չորրորդ հորիզոնականում Ասթոն Վիլան է նորից 30 խաղ եւ 51 միավորով, 5-րդ հորիզոնականում Լիվերպուլն է 30 խաղ եւ 49 միավոր, 6-րդ տեղում Չելսին է 30 խաղ եւ 48 միավոր եւ Բրենֆորդը 7-րդ տեղում է 29 խաղից հետո 44 միավորով, նա իր խաղը անցկացնելու է երկուշաբթի օրը։ Առաջնության գլխավոր ռմբարկուն շարունակում է մնալ Էրլինգ Հոլանդը 22 գոլ եւ 7 գոլային փոխանցում, երկրորդ տեղում Իգոր Տիագոն է 18 գոլ եւ 1 գոլային փոխանցում, երրորդ հորիզոնականում Սեմենյոն է Manchester City-ից 15 գոլ եւ 4 գոլային փոխանցում, չորրորդ տեղում Chelsea-ից Ժոաու Պեդրոն է 14 գոլ եւ 5 գոլային փոխանցում եւ 5-րդը Լիվերպուլից
Էկիտիկեն է 11 գոլ եւ 4 գոլային փոխանցում։ Նաեւ նշեմ, որ 6-րդ տեղում Գյոկերեշն է, որը եւս ունի 11 խփած գոլ, բայց 0 գոլային փոխանցում։ ԱՊԼ-ն ընդհանուր առմամբ ստացվեց Արսենալի համար նորից հիասքանչ, բայց ընդհանուր առմամբ կա տպավորություն, որ ԱՊԼ-ում որոշակի խաղային անկում կա եւ դա նաեւ ցույց տվեցին եվրոպական հանդիպումները, որովհետեւ անգլիական թիմերը ուղղակի ձախ ուղղվեցին, հատկապես Չեմպիոնների լիգայում 6 խաղից 2-ում ոչ ոքի խաղացին եւ 4-ում պարտվեցին։ Տեսնենք ինչ կառաջարկեն նրանք արդեն այս շաբաթ, որտեղ այս շաբաթ ես նաեւ ունենալու եմ արդեն Չեմպիոնների լիգայի հետ կապված տեսանյութ։ Բունդեսլիգա շատ կրակոտ տուր ստացվեց Բունդեսլիգայում, առաջին հանդիպումը, որի մասին ցանկանում եմ խոսել, Բորուսիա Դորտմունդ Աուսբուրգ հանդիպումն է, այս խաղը ընթանում էր միաժամանակ Բավարիա Բայեր Լևերկուզեն խաղի, բայց այդ խաղի մասին ես կխոսեմ իհարկե վերջում։ Բորուսիան 2 խաղակեսերում էլ ուներ մեծ առավելություն եւ այդ իր առավելությունը արդեն օգտագործեց 2 խաղակեսերում էլ մեկական գոլեր խփելով, նախ 13-րդ րոպեին ADM-ին բացեց խաղի հաշիվը եւ երկրորդ խաղակեսին Ռեյերսոնի փոխանցումից հետո Ռեջյանին հաշիվը դարձրեց 2-0։ Կարող էր ավելի խոշոր հաշվով հաղթել Բորուսիան, որովհետև ուներ ակնհայտ առավելություն Աուսբուրգի նկատմամբ, որը սիրում է անակնկալներ անել եւ այս տարի կհիշեք, որ նա Բավարիային հաղթեց։ Թերևս Բորուսիան այս խաղում, այսպես ասած, դժվարություններ չունեցավ եւ կարեւոր հաղթանակ տոնեց իր համար։ Հաջորդ հանդիպումը, որը ցանկանում եմ խոզում եմ խոսել, տուրի կենտրոնական հանդիպումներից մեկն է Շտուտգարտ-Լայպցիգ, եւ այստեղ Շտուտգարտը կարողացավ նվազագույն հաշվով հաղթել, շատ տակտիկական չոր պայքար էր գնում, շատ հավասար ընդհանուր հանդիպում էր ընթանում, գնդակին ավելի շատ տիրում էր Շտուտգարտը, հարվածներ ավելի շատ կատարում էր Շտուտգարտը, բայց ընդհանուր առմամբ պահերի ստեղծման առումով թիմերը գրեթե հավասար պահեր էին ստեղծում եւ շատ հետաքրքիր հանդիպում էր ընթանում։ Խաղի միակ գոլը այս խաղում խփվեց խաղի 56-րդ րոպեին, Ֆուրիխի փոխանցումից հետո Ունդավը բացեց խաղի հաշիվը խաղի 56-րդ րոպեին եւ այդ գոլը այդպես էլ մնաց հաղթական, Լայպցիգի բոլոր փորձերը հանդիպումը փրկելու ապարդյունն էին։ Եվ տուրի կենտրոնական հերթական հանդիպումը Բայեր Լևերկուզեն Բավարիա։ Սա ուղղակի, չգիտեմ, բլոկբաստեր էր բոլոր առումներով։ Ամեն ինչ Բավարիայի դեմ էր այս խաղում, շատ եզակի դեպքեր են լինում, երբ որ Բավարիան խաղում է եւ միաժամանակ չեն հաշվում նրա 2 գոլ, Բավարիան ստանում է 2 կարմիր քարտ, չգիտեմ, ուղղակի ինչ որ աղետալի խաղ էր։ Բավարիան իր հերթին Չեմպիոնների լիգայում ջախջախել էր Բերգամոյում Ատալանտային, ինչը հեշտ գործ չէ 6-1 հաշվով։ Իսկ Բայերը սեփական արկի տակ լավ խաղով ոչ ոքի էր խաղացել Արսենալի հետ։ Խաղի արդեն 6-րդ րոպեին Շիկի փոխանցումից հետո Ալեշ Գարշյան բացեց հաշիվը 1-0։ Խաղի 26-րդ րոպեին Բավարիան պատասխանեց տայի գոլով, բայց այնտեղ կար ձեռքով խաղ եւ մրցավարը չեղարկեց գոլը։ Խաղի 32-րդ րոպեին տան ստացավ դեղին քարտ։ Խաղի 42-րդ րոպեին Բավարիան մնաց 10 հոգով, շատ անիմաստ եւ շատ կոպիտ խաղում արեց Նիկլաս Ջեքսոնը, այս խաղում իջեցնեմ, որ Հարի Քեյնը Պայստայնների նստարանին էր, իսկ Ատալանտայի հետ ընդհանրապես չէր խաղացել։ Առաջի խաղակեսում ընդհանուր առմամբ ավելի լավ տպավորություն էր թողնում Բայերը, բայց առաջի խաղակեսում իրականում պայերը շատ չէին, երկու թիմերն էլ շատ քիչ պայեր ունեն եւ այդպես ասած շատ մեծ հնարավորություններ չկային, բայց ամբողջ հետաքրքրությունը եղավ երկրորդ խաղակեսում, որտեղ շատ մեծ առավելություն ուներ Բայեր Լևերկուզենը։ Նշեմ, որ խաղի 61-րդ րոպեին Հարի Քեյնը հայտնվեց դաշտում Կարլի փոխարեն եւ արդեն գրեթե փոխարինումից անմիջապես հետո գոլ խփեց, բայց այնտեղ նորից ձեռքով խաղ նշմարվեց եւ նորից վառը չհաշվեց այդ գոլը, բայց սրանից ընդամենը 8 րոպե հետո անգամ 10 հոգով մնացած Բավարիան օգտվեց Անդրիխի կոպտագույն սխալից եւ Օլիսեի շքեղագույն փոխանցումը, որը արդեն այս սեզոնում նրա 27-րդ ասիստն էր, պաշտպանի ոտքերի տակով ուղարկեց Դիասին եւ Դիասը հաշիվը հավասարացրեց 1-1։ Սրանից անմիջապես 5 րոպե հետո Դիասը ստացավ դեղին քարտ, իսկ ընդամենը 10 րոպե հետո Լուիս Դիասը սիմուլյացիայի դիմեց դարպասապային շրջանցելուց հետո ստացավ երկրորդ դեղին քարտը եւ կարմիր քարտով հեռացվեց, Բավարիան մնաց
9 հոգով։ Սրանից հետո Բայերը ստեղծեց մի շարք հնարավորություններ, մեկը մեկից վտանգավոր, մեկը մեկից սուր, բայց այդպես էլ գնդակը չհայտնվեց Բավարիայի երրորդ դարպասապահի դարպասում Ուլրեխի, որը այս խաղում պաշտպանում էր Բավարիայի դարպասը։ Այնտեղ նաև իհարկե գոլ խփեց Բայերը խաղի 90+3-ին, բայց շատ փոքրիկ խաղեզուրս իրավիճակ կար Հոֆմանի մոտ, եւ այդ գոլը չհաշվեց, եւ Բավարիան, այսպես ասած, շատ կարևոր ասել թե միավորներ կորցրեց սուտ կլինի, բայց որոշակի առումով թեժացեց պայքարը Բունդեսլիգայում, եթե կարելի է այդպես ասել, որովհետեւ Բորուսիան մի քիչ մոտեցավ։ Այս խաղից հետո հետեւյալ իրավիճակն է մրցաշարային աղյուսակում։ Բավարիան 26 խաղերից հետո 67 միավորով առաջատարն է, Բորուսիա Դորտմունդը 58 միավորով երկրորդն է, Հոֆենհայմը 50 միավորով երրորդն է, Շտուտգարտը 50 միավորով չորրորդն է, Լայպցիգը 47 միավորով հինգերորդն է եւ Բայեր Լևերկուզենը 45 միավորով վեցերորդն է։ Առաջնության գլխավոր ռմբարկուն շարունակում է մնալ Հարի Քեյնը 30 գոլ եւ 5 գոլային փոխանցմամբ, Ունդավը երկրորդն է 16 գոլ եւ 4 գոլային փոխանցում, Լուիս Դիասը երրորդն է 15 գոլ եւ 11 գոլային փոխանցում, Գիրասին չորրորդն է 12 գոլ եւ 1 գոլային փոխանցում եւ Տաբակովիչը 5-րդն է 11 գոլ եւ 2 գոլային փոխանցում։ Նաեւ ուզում եմ անպայման նշել, որ 6-րդ տեղում Օլիսեն է 10 գոլ եւ 17 գոլային փոխանցում։ Ասերիա շատ հետաքրքիր տուր ստացվեց Ասերիայում, մի շարք հետաքրքիր հանդիպումներով։ Իզուր չէ, որ ես այսօր հատուկ ռետրո մարզաշապիկով եմ Ասերիայի, Ռոմայի, որովհետև կենտրոնական հանդիպումը կենտրոնական հանդիպումներից մեկը Կոմոյի եւ Ռոմայի միջև էր, բայց մինչև այդ խաղին անդրադառնալը եկեք սկսենք Ինտեր-Ատալանտա խաղից, որտեղ Ինտերը միավորներ կորցրեց, բայց հետո պետք է Միլանը Ինտերին շատ լավ նվերներ աներ։ Ընդհանուր առմամբ պետք է նշեմ, որ խաղային որոշակի առավելություն ուներ Ինտերը եւ ավելի լավ ֆուտբոլ էր խաղում, հատկապես առաջի խաղակեսում Ատալանտայից, եւ հենց առաջի խաղակեսում էլ այդ առավելությունը նա կարողացավ գոլով, այսպես ասած, փոխհատուցել խաղի 26-րդ րոպեին Բարելայի փոխանցումից հետո երիտասարդ հարձակվող Էսպոսիտոն բացեց խաղի հաշիվը։ Նշեմ, որ Էրիկ Մխիթարյանը մեկնարկային կազմում չէր, բայց երկրորդ խաղակեսի մեկնարկում Հենոն հայտնվեց դաշտում Սուչիչի փոխարեն հենց անմիջապես։ Դրանից հետո Էրիկ Մխիթարյանը երկու հիասքանչ փոխանցումներ կատարեց նախ Բոնիին, հետո Թյուրամին, բայց երկուսն էլ մսխեցին հիասքանչ հնարավորություններ եւ այդ մսխելուց հետո ի վերջո խաղի 82-րդ րոպեին այնպես ստացեց, որ խաղի 75-րդ րոպեից հետո Ատալանտան շատ ակտիվացավ եւ հիմնականում հենց այդ ակտիվանալուց հետո որ ավելի լավ տպավորություն թողեց, քան Ինտերը եւ դրվագներից մեկում, որտեղ խախտում էին պահանջում Ինտերի ֆուտբոլիստները, բայց այդտեղ իհարկե խախտում չկար, Գրիստովիչը գրավեց դարպասը խաղի 82-րդ րոպեին 1-1 եւ Ատալանտան կարողացավ իր համար կարևորագույն միավորներ վաստակել։ Ինտերը դրանից հետո ինչ-որ փորձեր արեց այս խաղում հաղթելու, ինչ-որ պահ ուներ նաեւ Ատալանտան, բայց հանդիպումը այսպես էլ ավարտվեց 1-1 հաշվով։ Ինտերը կորցրեց թվաց թե միավորներ եւ հիմա Միլանը կարող է մոտենալ, բայց Միլանը այս տուրում պարտվեց, բայց այդ խաղի մասին կխոսենք ամենավերջում։ Հիմա եկեք խոսենք Նապոլիի խաղի մասին Լեչեի հետ։ Նապոլին ընդհանուր առմամբ, որ ասեմ, շատ լավ տպավորություն թողեց սուտ կլինի, որտեղ երկու թիմերն էլ ունեին գրեթե հավասար հնարավորություններ, կատարեցին հավասար հարվածներ, անկեղծ կասեմ, Լեչեն ավելի վտանգավոր պայր ստեղծեց, քան Նապոլին։ Նապոլին միայն ավելի շատ էր տիրում գնդակին, դա էր միակ բանը, որով Նապոլին գերազանցում էր Լեչեին, բայց կարողացավ կամային հաղթանակ տոնել։ Արդեն խաղի 3-րդ րոպեին Սիեբերտը Գալոյի փոխանցումից հետո հաշիվը դարձրեց 1-0։ Երկրորդ խաղակեսի անմիջապես մեկնարկում Պոլիտանոյի փոխանցումից հետո Հոյլունը խփեց գոլ եւ հաշիվը դարձավ 1-1, շատ կարեւոր իդեպ իրադարձություն եղավ։ Խաղադաշտ վերադարձան Մակթոմինեյը եւ Դե Բրույնեն, որոնք երկուսն էլ փոխարինման մտան երկրորդ խաղակեսում։ Խաղի 67-րդ րոպեին Պոլիտանոն հաշիվը դարձրեց 2-1, սրանից հետո Լեչեն ուներ հնարավորություններ խաղը փրկելու, սակայն չկարողացավ խաղը փրկել, հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով Նապոլիի օգտին եւ Նապոլին երրորդ տեղում
շատ արմատացավ այս հաղթանակից հետո։ Ուդինեզե Յուվենտուս, Ուդինեզեի հարկիտակ խաղերը միշտ շատ բարդ են եւ գիտենք թե ինչ ծանր մրցակից է Ուդինեզեն, բայց Յուվենտուսը երկու խաղակեսերում էլ ուներ մեծ առավելություն, երկու խաղերում էլ թելադրում էր իր խաղը, խաղում էր հարձակողական ֆուտբոլ, իրականում կարող էր հաղթել ավելի խոշոր հաշվով, բայց Յուվենտուսի ռեալիզացիայի մասին մենք բոլորս իդեալական գիտենք։ Խաղի միակ գոլը Յիլդիզի փոխանցումից հետո խփեց Ջերեմի Բոգան խաղի 38-րդ րոպեին, բայց իրականում այնքան հնարավորություններ ուներ Յուվենտուսը այս խաղում հաղթելու 2-0, 3-0, գուցե նաև 4-0, բայց չէր օգտագործում այդ պահերը։ Նշեմ, որ խաղի 70-րդ րոպեին նաև գոլ եղավ, Կոնսեսաուն գոլ խփեց, բայց վառով այնտեղ խաղի դուրս իրավիճակով չեղարկվեց այդ գոլը եւ ընդհանուր առմամբ Յուվեն նորից լավ տպավորություն թողեց եւ կարեւոր հաղթանակ տոնեց անմիջական, այսպես ասած, մրցակիցների խաղից առաջ Ռոմա-Կոմո, որտեղ պետք է վճռվեր 4-րդ տեղի ճակատագիրը եւ եթե ոչ հոգի լիներ, ապա Յուվենտուսի համար դա կլիներ իդեալական նվեր։ Հաջորդ հանդիպումը, որի մասին ուզում եմ խոսել, դա հենց Կոմո-Ռոմա հանդիպումն է։ Շատ թեժ հանդիպում ստացվեց, շատ հետաքրքիր հանդիպում ստացվեց եւ Կոմոն սեփական հարկի տակ ապացուցեց, որ իզուր չէ, որ նրանք այս պահին 4-րդ հորիզոնականում են եւ իզուր չէ, որ շարունակելու են մնալ 4-րդ հորիզոնականում այս տուրից հետո։ Ֆաբրեգասի թիմը հիասքանչ տպավորություն է թողնում ընդհանուր առմամբ, երկու խաղակեսերում էլ ավելի լավ տպավորություն թողեց Կոմոն, հատկապես երկրորդ խաղակեսում տոտալ ոչնչացրեց Ռոմային, Ռոման երկրորդ խաղակեսում ուղղակի ոչնչի մասին էր, ես այդ ստատիստիկային կանդրադառնամ։ Ամեն դեպքում խոսենք խաղի հետ կապված, առաջի խաղակեսում խաղի 7-րդ րոպեին 11 մետրանոց վաստակեց Ռոման եւ Մալենը հաշիվը բացեց։ Առաջ խաղակեսում բոլոր փորձերը Կոմոյի հաշիվը հավասարեցնելու չստացվեցին, բայց երկրորդ խաղակեսի արդեն 59-րդ րոպեին Դուվիկասը Վալեի փոխանցումից հետո հաշիվը դարձրեց 1-1, սրանից հետո պետք է նշեմ, որ երկրորդ խաղակեսի մեկնարկում 48-րդ րոպեին Վեսլի Ֆրանկան նախ դեղին ստացավ եւ հետո 64-րդ րոպեին ստացավ երկրորդ դեղինը եւ հեռացվեց դաշտից եւ խաղի 79-րդ րոպեին իր մեծ առավելությունը Կոմոն վերջապես կարողացավ վերածել գոլի եւ Դիեգո Կարլոսը խփեց այդ գոլը եւ Կոմոն 2-1 հաշվով կարողացավ հաղթանակ կորել։ Հիմա երկրորդ խաղակեսի ստատիստիկայի մասին, ընկերներ, ուրեմն XG-ներով 1.03-ը 0.00-ի, 71-ը 29%-ի գնդակի տիրապետում, 12 հարված ընդհանրապես 0 հարվածի դիմաց, 5 դիպուկ հարված, դե պարզ է, որ դիպուկ հարված չի եղել, ամբողջ երկրորդ խաղակեսում Ռոման աչքի է ընկել ընդամենը 1 անկյունային հարվածով, այսպիսի տոտալ առավելություն Կոմոյի կողմից Ռոմայի հետ խաղում։ Իհարկե, եթե այս մարզաշապիկի հետևում գրված անձնավորությունը Ֆրանչեսկո Տոտին տեսներ այս ամենը, կարծում եմ շատ ծանր կտաներ եւ գուցե նաեւ տեսել է, որտեղ նա միջև հիմա երկրպագում է Ռոմային եւ միջև հիմա դիտում է այդ թիմի խաղերը եւ սիրում է, դա իր սրտի թիմն է, բայց իրոք այս խաղը հուսով եմ նա չի տեսել եւ ամեն ինչ շատ լավ է նրա հետ այս պահին։ Եվ վերջին խաղը սերիայի, որի մասին ցանկանում եմ խոսել, դա իհարկե Լացիո-Միլան խաղն է։ Լացիոն դարձել է ընդհանրապես Միլանի, այսպես ասած, ամենադաժան մրցակիցը, ոչ մի կերպ հակախաղը չի գտնում Լացիոյի դեմ Ալեգրին եւ այս խաղում էլ չգտավ։ Եզրերում անընդհատ թիմը հնարավորություն է տալի Լացիոյի վինգերներին եւ նրանք հիասքանչ օգտագործում են իրենց առավելությունը եւ այս խաղում էլ այդպիսի իրավիճակ էր։ Առաջ խաղակեսում տոտալ ձախողվեց Ալեգրիի Միլանը Լացիոյի հետ, Լացիոն շատ սուր էր գրոհում, ուներ առավելություն խաղային եւ կարողացավ առաջի խաղակեսում արդեն գոլ խփել Մարուսիչը փոխանցումից հետո խաղի 26-րդ րոպեին Իսակսենը հաշիվը դարձրեց 1-0։ Երկրորդ խաղակեսում իհարկե պատկերը փոխվեց, Միլանը ուներ բացահայտ առավելություն, ստեղծեց լիքը հնարավորություններ, բայց շատ լավ էր խաղում Լացիոյի դարպասապահը, գնդակը կամ շեղությամբ էր ընթանում եւ ոչ մի կերպ գնդակը չէր ցանկանում հայտնվել Լացիոյի դարպասում։ Հատկապես խաղի 75-ից մինչև 85-րդ րոպեն շատ տոտալ պաշարում ուներ Միլանը մրցակցի կիսադաշտում, բայց ոչ մի կերպ չկարողացավ այդպես էլ գոլ խփել եւ այս խաղում շատ կարեւոր իր համար գոնե 1 միավոր վաստակել, որովհետեւ 7 միավորով էր հետ Ինտերից, Ինտերը ձախողվեց ոչ ոքի խաղաց եւ Միլանը պարտվեց եւ այդ առավելությունը ավելի մեծացավ։ Ալեգրին
նորից պարտվեց Սարին, խաղ վերջում եղավ հետաքրքիր միջադեպ, հենց խաղի վերջին րոպեին Սարին տաքացավ եւ կարմիր քարտով հեռացվեց դաշտից, հետաքրքիր է, որ Ալեգրին իրեն շատ հանգիստ պահեց, որտեղ սովորաբար այդպիսի իրադրությունների կիզակետում հայտնվում է սովորաբար առաջնային Ալեգրին, բայց ոչ այս անգամ Ալեգրին այս անգամ կարծես թե ավելի հանգիստ է տանում այս պարտությունը, երևի սովորել է Լացիոից պարտվել, որտեղ շատ է պարտվում Լացիոից։ Իրավիճակը մրցաշարային աղյուսակում Ինտերը առաջատարն է 68 միավորով 29 խաղերից հետո, Միլանը երկրորդն է 60 միավորով 29 խաղերից հետո, երրորդ հորիզոնականում Նապոլին է 59 միավորով 29 խաղերից հետո, 4-րդ տեղում Կոմոն է 54 միավորով 29 խաղերից հետո, 5-րդ տեղում Յուվենտուսն է 53 միավորով 29 խաղերից հետո եւ 6-րդ տեղում Ռոման է 51 միավորով 29 խաղերից հետո։ Նաև նշեմ, որ 7-րդ հորիզոնականում Ատալանտան է 47 միավորով։ Առաջնության գլխավոր ռմբարկում շարունակում է մնալ Լոուտարո Մարտինեսը 14 գոլ եւ 4 գոլային փոխանցում, երկրորդը Հոյլունդն է 10 գոլ եւ 2 գոլային փոխանցում, երրորդը Դովիկասն է Կոմոյից 10 գոլ եւ 1 գոլային փոխանցում, 4-րդը Նիկո Պասն է Կոմոյից 9 գոլ եւ 6 գոլային փոխանցում։ Նրա հետ հավասար դա կիսում է Յիլդիզը 9 գոլ եւ 6 գոլային փոխանցմամբ եւ 6-րդ տեղում Ուդինեզեից Դավիսն է 9 գոլ 3 գոլային փոխանցմամբ եւ Լեաուն 7-րդն է 9 գոլ եւ 2 գոլային փոխանցմամբ։ Այո, Միլանի խաղի մասին խոսելիս ես մոռացա նաեւ նշել, որ Լեաուն փոխարինվելիս շատ վատ պահեց իրեն, Ալեգրին անգամ անտեսեց եւ գնաց եւ միանգամից նստեց պայստայինների նստարանին։ Պետք է ինչ-որ կերպ կարծում եմ դաստիարակել այդ տղային, որովհետեւ նրա տաղանդը ցավոք սրտի անիմաստ կորում է, որտեղ այն որակները, որը ունի Լեաուն եւ այն ֆուտբոլը, որը նա ցուցադրում է, ուղղակի աղետ է։ Այսքանը Ասերիայի հետ կապված, այստեղ դեռևս մեզ շատ հետաքրքիր կարծում եմ տուրեր են սպասվելու, հատկապես եվրագավաթային գոտիների համար։ Վերջում ընկերներ խոսենք Լա Լիգայի մասին։ Այստեղ միանգամից նշեմ, որ Վիլյարեալը նորից միավորներ կորցրեց եւ Ալավեսի հետ ոչ ոքի խաղաց 1-1 հաշվով, սա տուրի առաջին հանդիպումն էր, որը տեղի ունեցավ ուրբաթ երեկոյան։ Հաջորդ հանդիպումը Ատլետիկո Մադրիդ Խետաֆե հանդիպումն էր, ինչպես միշտ Խետաֆեն կեղտոտ ֆուտբոլ խաղաց, ինչպես միշտ Խետաֆեն աչքի ընկավ զզվելի պահվածքով, ինչպես միշտ եղավ դժվար մրցակից։ Ընդհանուր առմամբ իհարկե Ատլետիկո Մադրիդը ավելի լավ խաղաց եւ ավելի շատ պայեր ստեղծեց ու հնարավորություններ ստեղծեց եւ արժանի հաղթեց այս փոքրիկ մադրիդյան դերբիում, բայց խաղի միակ գոլը իրականում, որը ֆանտաստիկ, ֆենոմենալ շքեղության գոլ էր, խփվեց խաղի 8-րդ րոպեին, Մոլինան խփեց այդ գոլը իհարկե կարող եք տեսնել իմ Telegram-յան ալիքում, ուղղակի շքեղ գոլ է, այդ գոլը կարծում եմ դուք պարտավոր եք նորից դիտել կամ եթե չեք դիտել, պարտադիր պետք է դիտել։ Երկրորդ խաղակեսում խաղի 55-րդ րոպեին Աբքարը Խետաֆեից աչքի ընկավ շատ կեղտոտ քայլով, նա ձեռքը տարավ դեպի Ատլետիկո Մադրիդի ֆուտբոլիստ Սորլոտի գոտկատեղից ներքև, այդպիսի լկտիության են հասել Խետաֆեի ֆուտբոլիստները եւ դրա համար պատժվեց կարմիր քարտով։ Երկրորդ խաղակեսում այդ կարմիրից հետո Ատլետիկոն իրականում, որ ասեմ, շատ ինչ որ փորձեր արեց երկրորդ գոլը խփելու սուտ կրենի, Ատլետիկոն ամբողջությամբ արդեն անգամ 5-2 հաղթանակից հետո Տոտենհեմի նկատմամբ ամբողջությամբ մտքերով գտնվում է Չեմպիոնների լիգայում, այնտեղ շատ ռոտացիա եղավ, շատ փոխարինումներ եղան եւ Ատլետիկոն ամեն դեպքում կարևորագույն հաղթանակ տոնեց եւ երրորդ տեղում իր տեղը հստակեցրեց։ Հաջորդ հանդիպումը, որի մասին ցանկանում եմ խոսել, Ռեալ Մադրիդ Էլչե հանդիպումն է։ Այս հանդիպումը դարձավ պատմական, ոչ թե այն առումով, որ Ռեալը շատ տպավորիչ հաղթանակ տոնեց տպավորիչ հաշվով, ոչ թե այն առումով, որ Էլչեն շատ ուժեղ թիմ է, իրականում Էլչեն այս պարտությունից հետո արդեն հայտնվեց վտանգավոր գոտում եւ վերջերս Էլչեն շատ վատ մարզավիճակում է եւ Էլչեն այնպիսի թիմ է, որը սովորաբար փորձում է խաղալ հարձակողական ֆուտբոլ եւ այդպիսի թիմերի դեմ խաղալը Ռեալի համար շատ հարմար է, հատկապես Սիթիի դեմ ֆանտաստիկ խաղից հետո, Ֆեդե Վալվերդեի պերֆորմանսից հետո
Ռեալ Մադրիդը բացառիկ տրամադրությամբ էր եկել, նավրիջ ոչ թե եկել, այլ մնացել Սանտիագո Բեռնաբեուում եւ այդպիսի պայմաններում այսպիսի մրցակիցը շատ հարմար էր, թերևս Էլչեն այնպիսի հանդիպում անցկացրեց, որը այդքան էլ իրեն նման չէր, Էլչեն ավելի միջին բլոկով էր խաղում, նրանք սովորաբար ավելի բարձր բլոկով են խաղում եւ արկածախնդիր թիմ են, երևի դա գալիս է նրանից, որ նրանք արդեն վտանգավոր գոտու սահմաններում են եւ փորձում էին խաղալ զգուշավոր ֆուտբոլ, համ էլ հասկանում էին, որ այդ ոճով խաղալու դեպքում Ռեալը կարող է խնդիրներ ունենալ եւ իրականում Ռեալը այդ խնդիրները ունեցավ, որովհետեւ առաջի խաղակեսի սկզբնամասում Ռեալի մոտ շատ բան չէր ստացվում եւ Ռեալը չէր կարողանում խփել այդ կարեւորագույն գոլը եւ գնալ այդ գոլին եւ խաղի առաջի գոլը Ռեալը խփեց միայն խաղի 39-րդ րոպեին Ստանդարտ իրադրությունից հետո Ֆեդե Վալվերդեի հարվածից հետո դարպասապահը հետ մղեց, պայքարի մեջ մտավ Բրահիմ Դիասը, գնդակը շատ հարմար եկավ Ռուդիգերի ոտքին եւ Ռուդիգերը բացեց խաղի հաշիվը եւ այս գոլից հետո իհարկե Ռեալ Մադրիդը ողջավորություն ապրեց եւ ֆանտաստիկ գրոյից հետո Ֆեդե Վալվերդեի հերթական չքնեղ խաղից հետո Ֆրան Գարսիան նրան փոխանցում կատարեց եւ հերթական ֆանտաստիկ գոլը Ֆեդե Վալվերդեն արարեց, հաշիվը դարձնելով 2-0 առաջի խաղակեսում։ Երկրորդ խաղակեսի արդեն 58-րդ րոպեին Ռեալ Մադրիդը գնաց հետաքրքիր փոփոխությունների։ Խաղադաշտը լքեցին Վինիսիուս Ջունիորը, Ֆեդե Վալվերդեն եւ Չուամենին, եւ նրանց փոխարեն համապատասխանաբար խաղադաշտում հայտնվեցին Արդա Գյուլերը, Գոնսալո Գարսիան եւ Յանեսը։ Ընդամենը 3 րոպե հետո Ռուդիգերի փոխարեն խաղադաշտում հայտնվեց Ագուադոն 61-րդ րոպեին։ Ընդամենը 2 րոպե հետո Անխելը հայտնվեց Բրահիմ Դիասի փոխարեն, իսկ 64-րդ րոպեին Պիտարչի փոխարեն խաղադաշտում հայտնվեց Պալասիոսը։ Եվ այս փոխարինումից հետո էլ եղավ այդ պատմական իրադրությունը։ Միաժամանակ Ռեալ Մադրիդի մեկնարկային կազմում կար Ռեալ Մադրիդի 7 սան, ինչը իդեպ վերջին անգամ նման դեպք ընդհանրապես պատմության մեջ ես ինչքան փնտրեցի, փորձեցի գտնել դա եղել է միայն 1983 թվականին, 21-րդ դարում երբեք նման դեպք չէր եղել։ Եվ այս հանդիպումը պատմական է հենց այս առումով, որ ես ուզում էի նշել։ Սա շատ ուրախացրեց իհարկե Ռեալ Մադրիդի երկրպագուներին, ինձ էլ անձամբ շատ ուրախացրեց սա։ Ես կարծում եմ, որ այս աշխատանքը, այս երիտասարդներին ժամանակ տալը վերջին 2 խաղերը ամբողջովին փոխել են այն տրամադրությունները, որ Ռեալ Մադրիդը ոչինչի ընդունակ չէ, Ռեալը ձախողվելու է, Ռեալը ամեն ինչ կորցնելու է։ Հիմա որոշակի հավատ է եկել, թերևս ես ուզում եմ ձեզ այդ իրականությունից դուրս նետել, որովհետև դա պահի ազդեցություն է։ Մենք չգիտենք, թե ինչ է լինելու Ռեալի հետ, Ռեալի խնդիրները շարունակվում են, այս էլ չեն այն մրցակիցը չէ, որպեսզի մենք հստակ գնահատական տանք։ Այո, City-ի հետ խաղը ֆենոմենալ է Ռեալ Մադրիդի, բայց երբ դու ունես նման որակի ֆուտբոլիստներ, դու կարող ես այդպիսի խաղեր ունենալ։ Հիմա Ռեալը պետք է վերադարձնի առաջին հերթին ստաբիլությունը, որը Ռեալին բացակայում է, որտեղ Ռեալի խաղում եղել են նման պահեր, երբ Ռեալը կարողացել է 2-3 խաղ լավ խաղալ, բայց հետո էլի այդ անդունդը նկատվել է։ Դրա համար պետք չէ շտապել եւ դրա մասին խոսեց նաեւ մամուլի ասուլիսի ժամանակ Ալվարո Արբելոան։ Ինչևէ, խաղի 66-րդ րոպեին Յանեսի փոխանցումից հետո Հոյսենը խփեց իր առաջին գոլը Ռեալ Մադրիդի կազմում եւ շատ գեղեցիկ կերպով նշեց։ Դրանից հետո խաղի 85-րդ րոպեին շատ խառը իրավիճակում Կամավինգայի կոպտագույն սխալից հետո Անխելը փորձում էր փրկել, բայց ինքնագոլի հեղինակ դարձավ 3-1 եւ 89-րդ րոպեին Արդա Գյուլերը արարեց մի բան, որը պետք է դիտել, եթե իհարկե չեք դիտել, 70-72 մետրից նա գրավում է Էլչեի դարպասը, հաշիվը դարձնելով 4-1 եւ դնում է այդ խաղի յուղոտ վերջակետը։ Ռեալ Մադրիդը, այսպես ասած, Չեմպիոնների լիգայում ֆենոմենալ խաղից հետո 3 գոլով հաղթելուց հետո երկրորդ խաղն անընդմեջ հաղթում է 3 գոլով։ Այս խաղից հետո Ալվարո Արբելոան մամուլի ասուլիսում նշում է հետևյալ խոսքերը. Ես կարող եմ հիմա հանգիստ մեռնել, որովհետև ես ինքս դուրս եմ եկել Լա Ֆաբրիկայից եւ ես հնարավորություն եմ տվել Լա Ֆաբրիկայի այն բոլոր տղաներին, ում հետ ես աշխատել եմ եւ հուսով եմ, որ այս ֆուտբոլիստները հետագայում դեռևս իրենց անունը շատ կգրեն Ռեալ Մադրիդի պատմության մեջ։ Եվ վերջին հանդիպումը Իսպանիայում
Բարսելոնա Սևիլիա, որին ես ցանկանում եմ անդրադառնալ, Բարսելոնա շատ ծանր ֆիզիկական դաժան պայքարով հանդիպում էր անցկացրել Չեմպիոնների լիգայում Նյուքասլի հարկի տակ եւ շատ կարեւորագույն ոչ ոքի էր կորզել իր համար եւ եկել էր Սևիլիայից, այսպես ասած, ճակերտավոր վրեժ լուծելու առաջին պարտության համար եւ այդ վրեժը իրականում կայացավ։ Ֆանտաստիկ ֆուտբոլ խաղաց այս խաղում Կանսելուն, որովհետև նա ոչ միայն վաստակեց 2-11 մետրանոց, այլ նաև գոլ խփեց։ Այս խաղում ի դեպ չխաղաց Յամալը հանգստացավ եւ այդ կարեւորագույն խաղից առաջ իհարկե հասկանում ենք, որ Յամալի հանգիստը շատ կարեւոր է Նյուքասլի խաղում, որովհետև Նյուքասլը իրոք բարդ մրցակից է, թերևս ես կարծում եմ, որ Բարսելոնան հաղթելու է այդ խաղում։ Թերևս սկսենք խաղը, նախ Կանսելուն վաստակեց առաջի 11 մետրանոցը, որը անկեղծ ասած ես ինչքան նայեցի, այնտեղ այո կար հպում, բայց շատ այդպիսի դեպքեր են եղել, որ այդպիսի պահերին 11 մետրանոց չի նշանակվել, թերևս 4 օրենքով այնտեղ կար հրում եւ դա 11 մետրանոց է։ Ռաֆինյան իրացրեց 1-0, խաղի 21-րդ րոպեին եւս մեկ 11 մետրանոց իրացրեց Ռաֆինյան, այս անգամ նորից ըստ օրենքի ամեն ինչ ճիշտ է, բայց իրականում այդ դրվագը շատ ծիծաղելի էր, որովհետև Սևիլիայի ֆուտբոլիստը ընկել էր գետնին, ձեռքը այսպես պարկած, Կանսելուն հիասքանչ օգտվեց առիթից, որ դա բնական դիք չէ, հարվածեց պաշտպանի ձեռքին, վաստակեց երկրորդ 11 մետրանոցը եւ Ռաֆինյան խփեց երկրորդ գոլը։ Սրանից հետո Օլմոն հաշիվը 38-րդ րոպեին դարձրեց 3-0, Օլմոն հերթական լավ խաղն է անցկացրում, հաշվի առնելով նաև այդ վաստակած կարևոր 11 մետրանոցը Նյուքասլի հետ, սակայն առաջի խաղակեսում առանց բաց թողնված գոլի չհեռացավ Բարսելոնան, Օսոյի հարվածը ճիշտ ավարտվեց գոլով եւ գոլային փոխանցում կատարեց Ալեքսիս Սանչեսը խաղի 45+3-ին, երկրորդ խաղակեսում շարունակվեց այսպես ասած Բարսելոնայի խրախճանքը, Պետրին փոխարինվեց, այևս շատ կարևոր հանգամանք էր, հենց միանգամից, որովհետև հանգիստ տվեցին թիմի առաջատար ֆուտբոլիստներից մեկին, որը Ատլետիկոյի խաղից հետո զգացվում է, որ հոգնածություն ունի, խաղադաշտում հայտնվեց Ֆերմինը եւ արդեն ընդամենը 5 րոպե հետո նրա փոխանցումից հետո Ռաֆինյան հաշիվը դարձրեց 4-1։ Ընդամենը 9 րոպե հետո Կանսելուն խփեց 5-րդ գոլը 5-1։ Ընդհանուր առմամբ դրանից հետո խաղի 67-րդ րոպեին Յամալը հայտնվեց խաղադաշտում, ես սկզբից կարծացի, որ Յամալին այո հանգիստ է տվել ու ասացի դրապես չխաղաց, բայց սխալվեցի կարծես թե Յամալը մտավ խաղադաշտ իրականում, ես շփոթվեցի այդ պահը, Բարջի փոխարեն, բայց ինչ որ հստակ բանով աչքի չընկավ, բայց խաղի ամենակարևորագույն իրադրությունը, որը եղավ եւ ամենակարևոր պահը եղավ եւ ընդհանրապես համաշխարհային ֆուտբոլի համար դա շատ հաճելի պահ էր, դա Գավի վերադարձն էր։ Ես շատ եմ հավանում այդ ֆուտբոլիստի որակները, շատ եմ սիրում նրան որպես ֆուտբոլիստ եւ շատ ուրախ եմ, որ նա վերջապես վերադարձավ։ Խաղի 82-րդ րոպեին Ռաֆինյային փոխարինեց Գավին եւ կարողացավ դաշտում անցկացնել իր համար 8 րոպեներ, որը շատ հաճելի է տեսնել։ Նորից ինչպես առաջի խաղակեսի ավելացված րոպեներին, այնպես էլ երկրորդ խաղակեսի ավելացված րոպեներին, այս անգամ արդեն Օսոյի փոխանցումից հետո Սոուն հաշիվը դարձրեց 5-2 գլխով գեղեցիկ հարվածով եւ հանդիպումն ավարտվեց 5-2, Բարսելոնան վստահ հաղթանակ տոնեց եւ 4 միավորի առավելությունը իր համար նշմարեց նորից Լա Լիգայի աղյուսակում։ Հիմա եկեք նայենք մրցաշարային աղյուսակը։ Այս խաղից հետո Բարսելոնան 70 միավորով 28 խաղերից հետո առաջատարն է, Ռեալ Մադրիդը 66 միավորով 28 խաղերից հետո երկրորդ է, Ատլետիկոն 57 միավորով միանձնյա արդեն երրորդ հորիզոնականում է, 4-րդ տեղում Վիլյարեալն է 55 միավորով, 5-րդ տեղում Բետիսն է 44 միավորով, 6-րդ տեղում Սելտան է 41 միավորով եւ 7-րդ տեղում Ռեալ Սոսիեդադն է, որը այս տուրում նորից հաղթեց եւ արդեն բարձրացավ 7-րդ տեղ 38 միավորով, քիչ մոտենում է 6-րդ եւ 5-րդ հորիզոնականներին, այստեղ պետք է նշել, որ նաեւ շատ մոտ են Էսպանյոլը, Խետաֆեն, Ատլետիկ Բիլբաոն, որոնք համապատասխանաբար ունեն 37 եւ 35-ական միավորներ։ Առաջնության գլխավոր ռմբարկում շարունակում է մնալ Կիլիան Մբապեն, որը չի խաղում արդեն երկար ժամանակ է, նա ունի 23 գոլ եւ 4 գոլային փոխանցում, երկրորդ հորիզոնականում Մուրիքին է Մալյորկայից 18 գոլ եւ 1 գոլային փոխանցում, երրորդ հորիզոնականում Լամին Յամալն է 14 գոլ եւ 9 գոլային փոխանցում, 4-րդ տեղում Բուդիմուրն է Օսասունայից 13 գոլ եւ 0 գոլային փոխանցում, 5-րդ տեղը Օյարսաբալն է Ռեալ Սոսիեդադից 12 գոլ եւ 3 գոլային փոխանցում, 6-րդը Ֆերրան Տորեսն է 12 գոլ եւ 1 գոլային փոխանցում եւ 7-րդ տեղը բարձացել
Ռաֆինյան արդեն 11 գոլ եւ 3 գոլային փոխանցում, 11-ական գոլ ունեն նաեւ Բորխա Իգլեսիասը Սելտայից եւ Ռոբերտ Լևանդովսկին Բարսելոնայից։ Այսքանն էր top 5 լիգաների top հանդիպումները, որոնց մասին ես ցանկանում էի խոսել։ Հիմա մեզ մնացել է ընդամենը մի բան հիշեցնել, որպեսզի դուք միանաք իմ YouTube-յան ալիքին, որպեսզի բաց չթողնեք իմ տեսանյութերը, իսկ իմ հաջորդ տեսանյութը կլինի Չեմպիոնների լիգայի խաղերից հետո, նաև իհարկե չմոռանաք ինձ հետևել սոցիալական մյուս հարթակներում, Telegram, Instagram եւ TikTok։ Լավ մնացեք, կհանդիպենք Չեմպիոնների լիգայի խաղերից հետո եւ հուսամ, որ մեզ դեռևս շատ ֆանտաստիկ ֆուտբոլային երեկոներ են սպասվելու։ Լավ մնացեք։